երբ որ խոսում է, երբ որ ինքը խոսում էր սրա մասին, իրականության մեջ երկու տարբեր հոգեբաններ եւ առաջին հոգեբանը, որ ճանաչա, դա էլ որ այս ուղղությամբ խոսում էր, դա էլ Ջոն Բրադշո եւ ընտանիքի մասին քրկեր ունի եւ մեկ քիրկա, որ դերտացել եւ թարգմանել է եւ այդ քիրկը գարտասած ժամանակս եւ անոր վիդեոները դիտած ժամանակս ինքը խոսում էր ուրիշ մի Շվեյցարիայի մեջ բրած մի հոգեբանի, որ այս հոգեբանը իրապես հիանալի քիրկեր ունի եւ խոսում է ամենը ավելի մանուկների մասին, երեխաների մասին եւ մանուկը մեկ հատկություն ունի, որ միշտ կմոռնանք, մանուկը կմեծնա եւ այդ մանուկը ինչ որ ստանում է իր մանկության մեջը եւ որ մեծանում է, այդ ամենը իր մեջ մնում է մենք այսօր հիմա նարեն երբ որ այս ամենը խոսիմ տարբեր բաներ միտքս կան գիշեմ դադիգս որ 87 տարեկան էր եւ գսել որ գիտես կսե իմ մեջս 7 տարեկան աղջնակ կա այո սա է 7 տարեկան աղջնակ կա եւ այդ ամենը ինչ որ այդ 7 տարեկան աղջնակը վատ օրինակներ եւ վատ վերաբերմունքներ ապրել էր ուրիշների կողմեն այդ վատությունը որ եղած էր այդ ամենը իր մեջն էր մինչեւ 87 տարեկան եւ վերջ եւ ինքն աստված էր եւ իր զավակներին եւ թորնիկներին վրա եւ ուրեմն այս Ջոն Բրադշոն երբ որ խոսում է ընտանիքի մասին ասում է որ տեսեք ես չեմ ուզեր որ երտակ եւ խնդիր ունենաք ձեր ծնողների հետ որովհետեւ ձեր ծնողները հանցավոր չեն իրենք արեցին լավակույնը որ կարող էին եւ գիտեին անել իրենք ալ նույնն է որ ստացան իրենց ծնողներից եւ այսեւով գրնանք երթալ մինչեւ Ադամ եւ Եվան okay մենք ամենը ստացանք եւ քիրկը որ գրած է երբեք չի խոսիր որ մենք նույն կացության մեջ ենք այսինքն մեզանից յուրաքանչյուրը մենք ազդում ենք նոր սերունդի վրա երկար ժամանակի վեր ես անդրադարձած եմ այս կետին այսինքն 30-40 տարի որ անդրադարձած եմ եւ անոր համար ես ամեն ուրբաթ օրը իմ աղոթներս կնվիրեմ Աստծուն որպեսզի Աստված օգնի մարդկանց որոնց ես բադ օրինակ եղել եմ որովհետև այո անդրադառնում եմ այո սխալներ գործել եմ բայց խնդիրը միայն սխալը գործելը չէ այլ թիմացինը ինչպես ընկալում է քու ուսածդ քու օրածդ սխալ ծևով մեկնաբանում է շատ անգամ այո բայց եւ ամենս ես եմ պատճառը որ ինքը այդ ծևով այդ ամենը դեսնում է Այսօր մասին քրում եմ հիմա տեսնեմ որքանով պիտի հաջողիմ իմ գաղափարս բարձ դարձնելու եւ ցես հրավիրելու որ մտածեք ասծեվով եւ փուն պատկերը որ կա իմ մտքիս մեջ եւ
Աստված որքան կյանք տվավ ինձ այս տարի, ուզեմ այս տարի խոսիլ ընտանիքի սրբության մասին։ Եվ սա ընտանեկան սրբության հետ ակին գործ ունի։ Կարդում էի մի վարդապետ, որ գրում է Սրբի Տերեզայի Լիզիոյի Տերեզայի մասին։ Եվ ասում է, որ Սրբի Տերեզան Աստծո հանդեպ չափազանց հատուկ հարաբերություն ուներ Աստծո հանդեպ, այո։ Ուրեմն եւ ասում է, ինչու ինքը այդ ծևով հարաբերություն ուներ, որովհետեւ իր ծնողքը սուրբ էին, այո, իր ծնողքը եւ մաման եւ բաբան եկեղեցու կողմից սրբատասեցին, իրապես սուրբեր են, ուրեմն ինքը այդ լավը դեսավ իր մամային եւ բաբային եւ այդ վրան աստեց, որ ինքը կարողանա այդ հիանալի հարաբերություն ունենալ, վստահության հարաբերություն ունենալ Աստծո հետ։ Վերջը հարց է տալիս եւ ասում է, ինչու իրեն մաման բաբան այնքան լավ էին, որովհետեւ իրենց մաման բաբան լավն էին։ Եվ ես ասին 3-4 սերունդ կրնաս երտալ եւ մի տեսնես որ 3-4 սերունդի մեջն է որ այդ լավությունը երտալով ավելի շատանում է։ Եվ երբ որ սա խոսիմ, մի բան որ ապահով եմ որ ես ձեզի ասկի առաջ ասել եմ, նորեն կրկնեմ եւ կասեմ որ երբ որ Նապոլեոնին հարց տվեցին, որքան ժամանակ պետք է լավ մարդ կրտելու համար, կսե 100 տարի։ Անշուշտ ոչ այդ նույն մարդը 100 տարի կուզե կրտել, այլ սերունդներ կուզե, որ լավը ունենաս։ Այս ամենը պետք է մեզ ոչ միայն մտածել դա որ մտածենք, այլ պետք է մեզ հրավիր է, որ պետք է այս քայլերը առնենք, որպեսզի սա մեզ օգնի։ Ինչպես կարող է օգնել։ Ամենաառաջ, ինչ որ ես ասեցի, որ ես խնդրում եմ Աստծուց, որ Աստված օգնի այդ անձանց, որոնց ես վատ օրինակ եղել եմ։ Եվ նաև աղոթում եմ հանգուցյալներիս համար, որպեսզի հանգուցյալներս իրենց մաքրությունը, զտվելը եւ Աստծո սերը ամբողջովին իրենց մեջ իրականանալը շուտ լինի եւ իրենք երկնքի հավիտենականության այդ լույսի մեջ լինեն եւ դա ուրեմն մեր աղոթքով է բادرակ երբ որ կմատուցենք իրենց համար եւ այդ բادرակը անշուշտ կմատուցենք երբ որ դուք ոսեմ բաներ երբ որ դուք կերտակ բادرակի եւ բادرակը դուք ցեզի կսեք քնալուց առաջ ես այսօր պիտի երտամ բادرակի եւ իմ բادرակս պիտի մատուցեմ ասինչ անցի հոգու համար եւ սա մենք պետք է անենք նորեն եւ նորեն այսօր ինչ որ խոսում եմ եւ մեն այս խոսակցությունս պիտի լինի քաշաբադը որ բանին մասին ավադո հանկանագի մասին կալ երեշապտի դսկսիմ խոսին բայց այսօր ուզեմ այս գեդի շուրջ ավելի բանել խորանալ ուրեմն երբ որ ես գաղութեմ
իմ հանգցյանների համար եւ Աստծո կնվիրեմ իմ դու ցեզ համար խոսում դուք կնվիրեք ձեր բادرակը իրենց հոգու համար իրենց անպայման կստանան այդ դրա արդյունքը հիմա հոսա մեծ խնդիր կա այսօր երբ որ կմտածենք 2-3 սերունդ մեզ մի առաջ մեր բաբիկները դադիկները իրենց դադիկները բաբիկները որքանով մենք ապահով ենք որ իրենք լավ կյանք են ապրել լավ մահ են ունեցել հիմա ասկարաչ ասել եմ նորեն պետք է գտնեմ որ մերնելեն վերջը բամը չի փոխվիր եթե մարդը մերնում է մահացու մեղքի մեջ անպայման դժոխք կերտա եթե այդ ծևով մահանում է բայց որովհետև Աստծո կով ժամանակը գոյություն չունի ինչ որ ես հիմա աղոթում եմ ասկե 50 100 200 տարի առաջ մերնողների համար Աստված նկատի ունենում է այդ իմ աղոթքը որ ես պիտի անեմ եւ անոր համեմատ պետք եղած շնորհները դալիս է տվել է չեմ ուզեր դալ ներկա անցյալ բան որ դա սոկով միան ներկա է եւ սրա մասին երկու բան ասեմ որ սա իմ անձնական գաղափարս չէ սա Padre-Pio'ին սորվեցածն է մեկ կողմեն իսկ մյուս կողմեն այսինքն 500 տարի առաջ Սրբի Տերեզա Ավիլացի ինքը նույն բանը սովորեցներ եկեցին այս ուղղությամբ շատ կարևորություն չի դալիս եւ չունենք եպիսկոպոսներ կամ ես չեմ գիտեր եպիսկոպոսներ որ ասոր մասին խոսած լինեն բայց ես չեմ լսած ոևէ հրամի բաբ որ ուղղությամբ խոսի որովհետև չեմ գիտեր չեմ լսած ինչևից է բայց սա չի նշանակեր որ խելք բարգելիք չէ եւ երբ որ կմտածենք կտեսնենք որ շատ խելք բարգելիք բան է սա որ Աստծո ժամանակ գոյություն չունի բայց նորեն եւ հազար անգամ պիտի գտնենք որ երբ որ մեկը մեռավ վերջացավ բայց մերնել են առաջ Աստծո շնորհքը աշխատում է եւ որովհետեւ ասկե միլիարդ տարի առաջ Աստված գիտեր որ ես պիտի աղոթեմ այս եւ այս նպատակների համար եւ ինքը այդ աղոթները ընդունում է ուրեմն ձեզ ամեն մեկը կարող է ծեր բادرակը մատուցել ծեր ուզած նպատակի համար իսկ մյուս կողմը նաև սովորույթ կա մեր եկեղեցու մեջը հանային որոշ գումար տալ որպեսզի բادرակ մատուցե մեր դիդավորության համար հոսա պրոբլեմը որ գա այն է որ արդյոք որքան պիտի տամ կհիշեմ երբ որ ես նոր եկա 24 տարի առաջ նոր եկա Հայաստան այդ ժամանակ Ներսես Սրբազանն էր եւ Ներսես Սրբազանը գսեր որ կային անցիկ ովքեր կուքային եւ 50 դրամ 100 դրամ 200 դրամ գուտային ասելով որ բادرակ մատուցվի
Անշուշտ քահանան չի գնար միան 50 կամ 100 դրամի համար հատուկ պատարակ ասել։ Ուրեմն սրբազանը ինքա այդ ժամանակ որոշած էր, որ 3000 դրամը բաննը ամեն 3000 դրամը որ գահավաքվի մի բարտաբեդ մի պատարակ պիտի մատուցե այդ 3000 դրամի դիմացը։ Հիմա ավելի 5000 է։ Ուրեմն երբ որ ինձ երբ որ 2000 ու 3000 ինչ որ կուզեն դան ես պատարակը գասեմ եւ նույնիսկ երբ որ դրամալ չեն դար ես գասեմ այդ պատարակը որովհետև ես հնարավորություն ունիմ եւ դրամիալ կարոտ չեմ ամենից որ ես կարող եմ այդ ամեն անել Վարդապետ լսում եմ էլի գանք այդ խավարանի վրա հիմա որ ասում եք ժամանակ չկա այսինքն փոփոխել հնարավոր չի այն ժամ խավարանի իմաստը ո՞րն է խավարանը հա խավարան եթե ոչ մի բան հնարավոր չէ փոփոխել այնտեղ ժամանակ չկա ժամանակի մեջ է միայն հնարավոր ինչ որ բան փոխել այն ժամ խավարանում ինչ են անում այդ հոգիները ինչ էտապ են անցնում եթե էտապ չկա լավ սա անշուշտ բանի բացատրության պետք ունի որովհետև խավարան որպես վայր չկա խավարան որպես ժամանակ չկա բայց մաքրությունը դեղի պիտի ունենա եւ այդ մաքրությունը ինչ է այդ մաքրությունը կամ դարաբանք է որ այդ հոգին պիտի դարաբի այդ վերջին վարգյանին մեջը որ անցնում է այս աշխարհքեն անցնում է ժամանակեն հավիտենականության մեջը կամ այդ ժամանակ մեկ վարգյանի մեջը այդ ամբողջը ինչ որ պետք է դարաբի դարաբում է եւ մաքրվում է կամ այդ ամեն աղոթքները որ մարդիկ պիտի անեն այդ անձի համար ասենք որ առնենք հիմա ես որպես վարդապետ առնեմ իմ հայրս եւ մայրս եւ տատիկներս երբ որ իրենք մեռան ես քանի պատարակներ մատուցել եմ եւ ասված գիտենալով այդ ամենը որ ես պիտի մատուցեի եւ նաեւ եղբայրներս քույրս որ իրենք կանաներին տարբեր կանաներից խնդրեցին պատարակներ աղոթքներ այդ ամեն ասած գիտենալով ես ապահով եմ որ ծնողքս ոչ մի կերպ խավարանի հոդը նույնիսկ բաչարին բայց մաքրությունը պիտի լինի այդ ժամանակի եւ հավիտենականության այդ փոխանցումի վարգյանին այդ մաքրությունը պիտի լինի կամ աղոթքների շնորհիվ որ պիտի լինեն դարիների եւ նույնիսկ թարերի ընթացքում կամ որովհետեւ նաեւ շատ հոգիներ կան որ մարդ չունին որ իրենց համար աղոթեն եւ եկեղեցին մեզ քաչալերում է որ մենք աղոթենք այդ հոգիների համար եւ նույնիսկ Ֆաթիմայի երևույթի մեջը Ֆաթիմայի մեջն է որ սորվեցին ասին հոնդերն է որ սովորում ենք ով Հիսուս ների մեղքերը ազատիր մեզ ժողկի գրագից եւ երկինք տար կավարանի հոգիները մանավանդ նրանք ովքեր ամենաշատը կարիք ունին ասաղոտ մենք միշտ ասում ենք չէ Բարթարան աղոթած ժամանակնից եւ Բարթարանալ դուրս մենք աղոթում ենք այս աղոթքը բոլոր նշեցյալների համար եւ սա անշուշտ թդար բարեր չեն բայց այնքան շատ մարդիկ կան
որոնց համար այս ամեն աղոթները պիտի օգնեն, ուրեմն մեծ ցանկա մեծ սպասողների քանակ կա, որ սպասում են, որ աղոթեն իրենց համար։ Եվ երբ որ մենք աղոթում ենք այդ բոլորի համար, չմոռանանք, որ այդ անձիկ իրենք իրենց համար ամը չեն կարող անել, բայց որովհետև մենք եղբայրսիրություն ենք ցույց տալիս, երբ որ մենք աղոթում ենք իրենց համար, իրենք կարող են միջամտել մեզ համար։ Այսօր մասին Վարանի օգիների միջամտության եւ օգնության մասին Լիզիոյի Սրբուհի Տերեզան բավական խոսած է, բավական բացատրած է եւ գրած է։ Հարցեր ունեք։ Այո, հայր Անտոն, որ ասենք հիմա, եթե մարդը մահացավ մահացու մեղքով, այսինքն ինքնասպանությամբ, գիտենք, որ ուրեմն ինքը արդեն դժոխքում է։ Ինչ նպատակով պետք է մենք իրան աղոթենք, եթե արդեն ինքնասպանությամբ արդեն դժոխքում է։ Էլ մեր աղոթք օգնություն չի դա։ Պետք է երկար նորեն բացատրեմ, որպեսզի իմ գաղափարս ավելի հստակ լինի։ Եթե մեկը անցնասման եղած է, չի նշանակի, որ անպայման դժոխք գնաց։ Եվ եկեղեցին այս ուղղությամբ իր թիրքը փոխած է, որովհետև ասկե 100 տարի առաջ, 200 տարի առաջ, եթե մեկը անցնասման եղած լիներ, եկեղեցին երբեք չէր տաղեր այդ անձը։ Բայց հիմա շատ անգամ ընդունում մենք, որ անցնասպանությունը հոգեկան խանգարում է, հոգեկան հիվանդություն է։ Եվ Աստված ինչպես պիտի տադե այդ անձը չենք գիտեր։ Թիվ մեկ, սա մեկ բան է եւ մեկ կողմ գտնենք։ Եվ ասենք որ մեկը անցնասման եղավ կամ ուրիշին սպանեց եւ չուզեր զղջալ, եւ նորմալ դատաստանով ինքը պետք է դժոխք երթա։ Բայց եթե ես ճանաչեմ մեկումը կամ նույնիսկ առանց ճանաչելու աղոթեմ մեկում համար, որ այդ վիճակի մեջ է, եւ աղոթեմ ոչ թե միայն մեկ հայրներս եմ կամ երկու հայրներ, չէ, երբ որ ես երկար ժամանակ, ասենք 6 ամիս, 1 տարի աղոթում եմ մի հոգու համար, իմ դադիկներս, բաբիկներս մեկու համար, որ գիտեմ, որ ինքը վատ կյանք ապրել է, երբ որ ես կաղոթեմ իրեն հոգու համար, Աստված գիտենալով, որ ես պիտի աղոթեմ, իրեն մեռնելուց առաջ դալիս է շնորհքը, որ զղջա։ Բավականին զորավոր շնորհք տալիս է, որ զղջա։ Նորեն վերադառնալով Հայր Անտոն, ճիշտն ասած, ես անցած տարվա ընթացքում հիշում եմ, որ դուք նյութ եք ուղարկել եւ բացատրեցիք էլ, որ այնտեղ մի կին իր հորեղբայրն էր հավանաբար, որ մի քաղաք է գնում մի վարդապետ, որ շնորհատու վարդապետ էր, նրան ասում են, որ քո հորեղբայրը ինքնասպան է, բայց նա հասել է երկինք։ Դուք եք պատմել դրանից, ես այս ամբողջ նյութը հասկացել եի։ Այո, ես այնինք աղարգեցի եւ նաեւ ուրեմն այդ անձը իր հորեղբոր համար աղոթում էր ողորմության վարտարանը նորեն եւ նորեն եւ առանց որ ինքը բամը ասե այդ վարտապետը իրեն գսե որ դես երկինք հասած է որովհետեւ զղջացել է վերջին վարյանի զղջացել է եւ այդ զղջումը նաեւ ասում է վարտապետը ասում է որ որովհետեւ ինքը այդ կնոջը չի խոսում առանց խոսելու Սուրբ Հոգին է որ իրեն կներշնչի եւ գսե որ քու աղոթքներիդ հետևանքով
Աստված ընդունեց քո աղոթներդ, ողորմության վարտարանի աղոթներդ եւ այդ անձը դժոխք չգնաց։ Ուրեմն սրա մասին է որ ես կուզեմ այս տարի կին խոսել եւ այսօր երբ որ կմտածենք սովետական տարիներին եւ դուք կմտածեք ձեր տատիկներին, բաբիկներին, որքան ապահով եք որ երկինք են։ Մեզանից ամեն մեկը պետք է աղոթե եւ նաեւ մի բան որ երբ որ խոսիմ գադներ ոմանք գճղանանան որ ես վանգնեմ բայց այսօր քանի ընտանիք կճանաչնանք որովհետեւ նաեւ երբ որ խոսում եմ ընտանեկան սրբության մասին սա չափազանց կարեւոր մի բան է որ է ընտանիքին մեջը այդ հավատարմությունը գիներու մասին չեմ խոսիր միան գսեմ որ քանի դղամարդ գիտես որ հավատարիմ է ամուսնության իր ուխտին դեռ չեմ հանդիպած որևէ մեկին որ ասե որ ինքը ապահով է որ իր ամուսինը բաբան կամ ով է ուրիշ դղամարդ որ ճանաչում է որ հավատարիմ է ամուսնության մեջը մեծ խնդիր է սա չէ Եվ եթե ուզենք, որ մեր հասարակության կյանքը ավելի լավ լինի, պետք է աղոթենք, որ շատ ավելի հավատարմություն լինի։ Հիմա արտասահման Եվրոպայի մեջ, Ամերիկայի մեջ նույն խնդիրը կա, անշուշտ, եւ մեկ մասը Ոչ գուզեմ մտածել այդ բանի մասին, բայց անոնք որ իրապես քրիստոնյա են, զղջում են իրենց հրացի համար, բայց Հայաստանի մեջ այդ տղամարդկանց հետ որ խոսել եմ, շատ դերի հետ որ խոսել եմ, ոչ մեկը չէր ուզել ընդունել, որ երբ որ խոսվանանքի մեջ իրենց կասեն, որ խոբանեն գուքան, իրենց կասեն, որ բան չես շնացել ամեն մարդ անում է բայց ամենեք բանը 80 տարեկան մեկն է իրեն ասեցի որ չես ձեր պատրաստվիր մահանալու խոսանից սա ես մեղ չունիմ ասի օնիկ անունը օնիկ է այո ասի օնիկ ասի Ամուսնանալեն հետ ուրիշների հետ չես եղել ես 5 տարի խոբան էի ասոր մեղք ուր է գսե ասի որ ասոր անունը շնություն է բայց մեղք ուր է գսե ես ալկոհեի իրենք ալկոհեին ասոր մեղք ուր է սա է Պարզապես այսպիսիները աստծո պատվիրաններին չեն հետևում, թե եթե հետևեին պատվիրաններին, այդ 10 պատվիրանները հադատ ասում են, թե ինչ մեղքեր կան եւ պետք է հրաժարվել եւ հեռու մնալ։ Լավ, բայց չեն արել, ինչ եմ ես։ Ոչ մեկի իրենց ոչ ասորվեցել է 10 պատվիրանները։ Հրիկը մարդիկ ունենք, որ չեն գիտեր 10 պատվիրաններուն մասին որևէ մի բան։ Կրոնակիտությունը սա է, սորվեցնել երեխաներին 3 տարեկանին սկսյալ ասված ինչ կուզեմ ես մե։ Ասվածածը ինչ է։ Ինչ է վեցե։ Ուրեմն պետք է սկսենք մեզանից ամեն մեկը 2-3 սերունդ, 4 սերունդ մտածենք մեր տատիկները, բաբիկները եւ ամեն մեկը զատ իրենց համար աղոթենք
որ երեկավարան են, այսինքն նորեն, երբ որ խոսում ենք ժամանակի մեջ է, ուզենք չուզենք ժամանակի ցևով պիտի խոսենք, բայց իրականությունը այն է, որ եթե ասկե 100 տարի առաջ մահացած ես դադիգի ունիմ եւ մեռած է ասկե 100 տարի առաջ, բայց Աստված գիտենալով որ ես այսքան աղոտ պիտի անեմ իրեն համար, իր խավարանի ժամանակը ամենաառաջ, եթե ինքը մահացու մեղք ունի, Աստված իրեն շնորհ պիտի տա, որ զղջա, մեռնելն առաջ, եւ մյուս կողմենալ Աստված իր մաքրության ժամանակ հավելու շրջանը, հավելու այդ ամբողջ իրականությունը պիտի թեթևնա, բայց ժամանակ չի գա, ժամանակեն դուրս է սա, հավիտենականություն չենք հասկնա, թե ինչ է հավիտենականությունը։ Ասել մասին շատ պետք է մտածենք, բայց նաև պիտի հասկանանք, որ մենք չենք կարող հասկանալ հավիտենականությունը ինչ է։ Բայց մակրագործություն տեղի պիտի ունենա, քավություն տեղի պիտի ունենա եւ Աստված այդ անցանց, որոնց համար մենք աղոթում ենք եւ աղոթում ենք իսկապես բավական խորը աղոթում ենք եւ ոչ թե միայն անցողագի մեկ վարտարան գսենք կամ մեկ բادرակ գսենք, չէ, շատ ավելի խորը շաբաթներ, ամիսներ պիտի աղոթենք ներհանգուցյանների համար։ Okay. Ուրիշ եթե ուրիշ հարց չունեք, այսօր հասկանով կողանանք, կանտիբենք երեքշաբթի։ Շնորհակալ եւ բարի գիշեր ձեր բոլորին։ Շնորհակալ ենք հայրիկան, բարի գիշեր ձեզ բոլորին։ Բարի գիշեր։ Շնորհակալություն, բարի գիշեր։